Բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, բարի առավոտը շարունակում է իր ընթացքը։ Ծրագրի այս հատվածում խոսելու ենք Հայաստանում ինժեներական ոլորտի ներկայվիճակի եւ հեռանկարների մասին։ Ապրիլի 17-ին Երևանում կայացել է Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան խորագրով ուսանողական մրցույթը։ Այս պահին մեր տաղավարում է մրցույթի կազմակերպիչ Հայ-ամերիկյան Engineer X ընկերության ղեկավար Բոստոնահայ Վահե Նիկողոսյանը եւ մրցույթի աջակից Դավառոյի հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանը։ Բարի առավոտ, ուրախ եմ, որ մեզ հետ եք ձեր առավոտը սկսում։ Շնորհակալ ենք։ Մինչ կանդրադառնանք մրցույթին, մանրամասներին եւ առասարակ ինժեներական մասով զարգացվածությանը, շնորհավորում եմ ձեզ Սուրբ Հարության տոնի արդիվ եւ մաղթում եմ ամենայն բարիք։ Շնորհակալ ենք։ Ինչպես որոշեցիք, որ մրցույթը առասարակ պետք է կայանա։ Շնորհակալ եմ հարցումին։ Երբ որ մեր ընկերությունը ստեղծեցինք 5 տարի առաջ, մեր նպատակն էր առաջին քայլը համալսարաններուն հետ աշխատել։ Առաջ 1.5 տարի, 2 տարի առաջ, երբ որ մենք պաշտոնական վերաբաժարողը դարձանք SolidWorks-ում, առաջին քայլն էր Polytech University-ին հետ աշխատելու։ Եվ իրենք շատ լավ ծրագիր ստեղծած են, պրոգրամ ստեղծած են իրենց ուսանողներուն, որ սովորին SolidWorks, եւ երբ որ իրենք այս տարի առաջին տարին է, որ սկսեցան այս ծրագիրը, մենք արդեն որոշեցինք մրցույթը պետք է ստեղծենք, որ բոլոր ուսանողները SolidWorks կորցած են, իրենց կաղապարներով դիզայներ ստեղծեն եւ ավելի active լինեն mechanical engineering-ի մեջ։ Պարոն Գալոյան, դուք ինչպես որոշեցիք, որ պետք է աջակիցը դառնաք մրցույթի եւ մասնակցություն ունենաք։ Դա ի սկզբանե մեր ընկերությունը ինժեներական ուղղվածության ընկերություն է ու մասնագիտական կարողությունների առումով որոշակի դեֆիցիտ կա այս մեխանիկալ ինժեներինգի մասով ու հիմնականում բոլոր ծրագրային ապահովների, որոնք որ ապահովում են այդ խնդիրների լուծման համար, ամենահարմարը մենք ընտրել ենք SolidWorks-ը, որտեղ ինքը շատ ինտուիտիվ է, շատ արագ են մարդիկ յուրացնում այդ գործիքը ու շատ արագ գեներացվում է որակով ճշգրիտ այն դետալները կամ մեխանիկական հանգույցները, որը անհրաժեշտ է։ Ու այստեղ խնդիր է առաջացել, որ ներգրավվածություն ապահովել երիտասարդության մեջ, շատ ֆանտաստիկ տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց մեր ժամանակներում ավելի շատ ուղղվածությունն ու հետաքրքրությունը գնացել է ծրագրավորման, IT ոլորտների ուղղությամբ, բայց ես կասեմ, որ հենց mechanical engineering-ը կամ ինժեներությունը մյուս ճյուղերը շատ ավելի կարևոր են, որովհետև այս ինչ որ ձեզ շրջապատում է ստեղծված այդ մարդկանց կողմից է, ինչ միջավայրում մենք ապրում ենք ու ինքը ավելի նմանա կախարդանքի, հա, ինժեներությունը, որ մտքում է ինչ որ մի բան ծագում է, ինչ որ մի խնդիր ու դու դա վերածում ես իրականության, դա կախարդանքի նման է ու մենք փորձում ենք հիմա երիտասարդությանը ներգրավենք։ Այս մրցույթները թույլ կտան այդ համերգ խրախուսական միջոցառումներ իրականացնել, համերգ գործիքներին ծանոթացնել, որ նպատակային մարդիկ մտնեն, փորձեն սովորել, կիրառել, ստանալ արդյունք, այդ արդյունքը ինչ որ մի ձև արտահայտվի, հա, իրենց սոցիալական բանի վրա, իրավիճակի վրա։ Ու այդ կապը փակենք, հա, այդ լուփը, երբ որ փակում ենք մենք այդ ամեն ինչի միտք, արդյունքը գեներացեց, ինչ որ կապիտալիզացվեց նորից այդ ամեն ինչը, բերել է շատ լավ արդյունքի, մենք մի քանի ծրագրեր ենք իրականացնում ֆիզմա դպրոցի հետ, այլ դպրոցների հետ, որոնք որ ինժեներական թեկվածություն ունեն։ Ու նաև այս մրցույթները մենք առաջի փորձն է մեր Engineering X-ի հետ ու հուսով եմ շարունակական է լինելու ավելի մեծ մասշտաբային ու ներգրավվածությունը փորձելու ենք ավելի մեծացնենք երիտասարդների ու շատ զարմանալի էր այն, որ առաջի մրցույթը կայացավ ու
հաղթող թիմը դառավ աղջիկներից բաղկացած թիմ, որ նրա սյուրպրիզ էր, իրականում մենք սպասում որ տղաները ավելի բան։ Այո, մենք ունենք այդ կարծրատիպը, որ ինժեներիայով արդյունքներ կգետնարացնեն, բայց այսօր փաստն է, որ աղջիկներն բավականին լուրջ խնդիրներ են կարողանում լուծել մեխանիկական ինժեներիայի մեջ, հա, ու դա ողջունելի է ու ուրախալի։ Պարոն Նիկողոսյան, անդրադառնանք նրան, թե արդյոք ձեր սպասելիքները արդարացել են մրցույթի մասով, ինչպիսին է ուսանողների արձագանքը եւ ներգրավվածության ցանկությունը։ Երբ որ սկսեցանք, ինչպես որ Թավիթի մասով, ես զարմացա, երբ որ դեսա 59 հատ ուսանող գրանցվեցավ, 19 թիմ, բայց վերջնական 11 թիմ ավարտեց մրցույթը եւ 30 ուսանող, մասնագետ։ Եվ առաջին 3 շահողը եւ երրորդը փոքր աղջիկներ էին։ So իսկապես շատ զարմացա, որ ինչպես Թավիթի հիմա ասավ, շատ լավ դիզայներով, շատ լուրջ թեմայով աս ուսանողները եւ մանավանդ աղջիկ, like զարմանալի բան է, երբ որ աշխարհի մեջ նայես ստատիստիկան փոխվել է փաստորեն։ Maybe առաջին անգամն է որ ինժեներական մրցույթ եղած է եւ առաջին 3 հաղթողները աղջիկ էին։ So ուրախ եմ, շատ ուրախ եմ, սխալ մի հասկանաք։ So աներ on statistics-ները այս մրցույթին եւ շատ դպավորված եմ, որ ավելի մեծ մրցույթ բդունենանք եւ ուրիշ փոլոր մարզերեն, համալսարաններեն թիմեր կազմակերպեն, որ հաջորդ մրցույթին մասնակցին։ Շատ լավ, իսկ հաղթողները որ համալսարաններից էին։ AUA, պետական American University of Armenia, Polytech University of Armenia, and the Aren Meherbian Foundation. Okay, շատ լավ։ Ես կուզեի խոսենք նաև նման մրցույթների կարևորությունից։ Իհարկե հրաշալի է, որ մրցույթը տեղի է ունեցել, ունենք հաղթողներ, ունենք վիճակագրություն, որ աղջիկներն են հաղթողների այդ պատվավոր տեղերը զբաղեցրել, բայց ո՞րն է նման առասարակ մրցույթների կարևորությունը եւ նաև հետագա նպատակը, ոչ թե հենց այս պահին, այլ հետագայում մեզ ինչ է սա ծառայելու որպես։ Կարևորությունը սենց է, ուրեմն մի քանի հարցության խնդիր է լուծվում։ Նախ այս ուղղվածության մասնագիտական, կրթության, լոբինգի հարցն ենք ուզում լուծենք, որ երիտասարդությունը նաև ավելի շատ իրազեկված լինի, որ այս ուղղությունը շատ կարևոր է ու շատ հեռանկար։ Երկրորդ խնդիրը որ ինչ հարցության մեջ է, որ երբ որ ես մի քիչ առաջ նշեցի ավելի շատ ծրագրավորման ուղղությամբ են երիտասարդները բանթեքվում, մենք պետք է իրական մեծ ոլորտը բարձրացնենք, որովհետև մի ժամանակ եղել է սովետական միության ժամանակ, լավ ինժեներինգ ենք ունեցել ու 90-ականներից հետո մենք ահագին բան կորցրել ենք, հիմա մենք նորից վերարտադրում ենք։ Իդեպ կա, որն է պատճառը, որ տենց մի անգամից մենք նստած ինչ-որ Երկար վիճակ ունենք։ պատմություն կլինի, ինձ թվում է, քաղաքական խնդիրներից միջև, չգիտեմ, սոցիալ-տնտեսական եւ այլն, հա։ Մենք ուզում ենք այս ոլորտը բերենք այն ռեպուտացիան բարձրացնենք ու ինքը լինի մարդկանց համար հեռանկարային, երբ որ ուսում ստանան, հա, իրենք իմանան, որ այս աշխատանքը, այս մասնագիտությունը իրենց ապահովելի ամբողջ կյանքը ու իրականում տենց էլ կա։ Որտեվ ինժեներինգը ինչ է, ինքը բոլոր ոլորտների համար է, հա, դա կլինի բժշկություն, կլինի, չգիտեմ, հանքարդյունաբերություն, արտադրություններ, տնտեսության բոլոր ճյուղերում ընդհանուր միջև չգիտեմ ցանկացած, հա, ինժեներինգը իր մասնակցությունն ունի, եթե չլիներ, չէր լինի ոչ մի բան կարելի ասել։ Այս պատճառով հիմա մենք ուզում ենք այդ մակարդակը բարձրացնենք իրազեկման, բարձրացնենք այդ մասնագիտության ռեպուտացիան, ու նաև հավասարվի այդ IT տեխնոլոգիաների մակարդակին ու մենք կարողանանք Հայաստանում լուծել աշխարհի համար խնդիրներ, հա, ոչ միայն լոկալ, այլ ամբողջ աշխարհի համար խնդիրներ, խնդիրներն տարբեր են իրականում։ Խնդիրների մի մասը ինժեներինգի մեջ դա այն է, որ ուրիշ երկրներ ունեն տեխնոլոգիաներ, մենք չունենք, պետք է վերարտադրել, սեփական ունենալ։ Մյուս խնդիրը ստեղծագործական հարթության մեջ է այդ ամեն ինչը, որ նոր բան պետք է ստեղծել,
արդեն տիեզերական խնդիրների վրա պետք է մտածենք, հա, նմանատիպ նոր սարքավորումների, թեկուզ բժշկական մնացած ոլորտների համար նախատեսված արդյունաբերության համար եւ այլն, ինքը անսպառ, անverջ ու մարդու երևակայությունը ինչքան տեղ է տալիս, այդքան աշխատելու տեղ կա։ Պարոն Նիկողոսյան, կարծում եմ նաև այս մրցույթները խթանում են, որպեսզի SolidWorks գործիքը հենց աշխատի, կիրառելի դառնա եւ ավելի հանրահռչակվի այս գործիքի կիրառելիությունը եւ արդյունավետությունը։ Ինչ կասեք դուք այս մասով։ SolidWorks-ը շատ կարևոր է, աշխարհի ամենակորդացված 3D CAD engineering design ծրագիրն է։ Եթե նայես ամենամեծ ընկերությունները աշխարհում SolidWorks-ը կորցած են, Boeing, Amazon, Tesla, դարբերություններ բոլորը կորցած են եւ բոլոր ոլորտներուն մեջ, ինչպես որ Թավիթը ասավ, medical devices, aerospace, defense դարբերություններ SolidWorks-ը կորցած են 7.5 միլիոն կորցած մասնակետ կա, որ կորցած են So եթե աս ուսանողները անհնարավորությունը չունին ինչպես աշխարհի շուկա կանանք աշխարհին շուկան ինչպես կանանք զարգացնել որ ասենք որ շատ լավ մասնակիցներ կան հոս So ինչպես որ ես առաջի առաջին քայլներ համալսարաններու հետ աշխատել որ իրենք աս ծրագիրը կանան ստեղծել իրենց պրոգրամներուն մեջ հետո մենք վերավաճառող բիդոկնենք startups մենք startup program ունենք որ եթե թուն product անձնական product ստեղծած ես մենք ցեզի անվճար առաջին տարի license կտանք որ SolidWorks կորցած ես so շատ հնարավորություններ կան հիմա SolidWorks-ի հետ հոստեղը եւ մենք պատրաստ ենք բոլորին հետ աշխատել եւ SolidWorks-ը like mechanical engineering ոլորտը օգնել եւ մեծացնել Հայաստանի մեջ։ Այսինքն բացի ուսանողների ներգրավվածությունից նաեւ ստարտափերներին, ձեռնարկատերերին է խրախուսում, որ հենց SolidWorks-ով աշխատեն։ Այո, շատ կարեւոր է որ իրենց կորձ ավելի հեշտ կլինի, որ SolidWorks-ը շատ հեշտ է կորձածելը եւ երբ որ մանավանդ product ունենաս եւ արդասալման բիտ ծախես իրենք տեսնում են որ SolidWorks-ը կորցած ավելի լավ գիտեն like որակ ավելի լավ է ավելի որակով բարձր է այո Ինչ է հաջորդելու մրցույթին, ինչ է սպասվում հաղթողներին։ Հաղթողներին մեր ընկերության կողմից առաջարկ եղավ ներգրավել փորձաշրջան, հա, ընկերության աշխատանքների մեջ մի հատ շատ լավ փորձ կլինի նաև իրանց համար, այո, լավ փորձ կլինի իրանց համար, մեր համար էլ ու արդեն իրանց խնդիրներ կստանան պրակտիկ են նպատակային խնդիրներ լուծելու վրա ու լավագույններին կվերցնենք արդեն աշխատանքի իրավեստանենք իհարկե Որքան ժամանակ է պրակտիկան տևելու իրեն 1-2 ամիս հա դա կախված է ինչ խնդիր է տրվելու Այլ ինչ որ խրախուսումներ կան հաղթողների համար Հրախոսում դրամական պարգև գուցե պարգևատրվել են դրամական այո առաջ տեղի համար էլ երկրորդի համար էլ ու նաև նվերներ է պարգևատրվել Շատ լավ, իսկ ինչ եք կարծում ձեր այս համագործակցությունը շարունակական է լինելու։ Առաջին հերթին մրցույթը դուք պատրաստվում եք էլի օրինակ եկող տարի եւս նման մրցույթ անցկացնել։ Հաստատ, եւ շատ ուրախ ենք, որ Dvaroi best, Taviti best partner ստեղծեցինք միասին, որ շատ կարեւոր է որ to have a անգլերենով public private partnership համասարաններու հետ նայր իրենք կսորվին իրենց մոդալ կորզի գուք Այո, կիրառելի է արդեն իրենց սովորածը Մասնակիցները, ուսանողները պատրաստ են աշխատելու եւ իրենց համար ավելի հեշտ է իրենց ընդունելը, չէ, կորզի Շատ կարեւոր է այդ շղթան փակել, հա, որտեվ ուսում, գիտություն, արդյունաբերություն, տնտեսություն, հա, այդ շղթան պետք է փակված լինի։ Մեր մոտ ընդհատվել է ինչ որ ժամանակ, ինչ որ պատճառներից բերումով բայց մենք փորձում ենք այդ շղթան փակենք, հա, ուսումը ստացավ, գիտությունը
մտավ այդ ոլորտի մեջ, դա դարձավ ինչ-որ տնտեսության մի մաս, դա գնաց մտավ արդեն դառնա մի ընդհանուր համակարգի մաս, հա։ Հիմա երեխեքը կսովորեն, գործը կիրառեն, կմտնեն գործի մեջ, գործը կբերի իրենց արդեն արդյունք, որ ամեն ինչը շարժվի, հա։ Իսկ դուք, պարոն Գալոյան, պատրաստում եք եկող տարի, եթե մրցույթ լինի, համագործակցեք։ Ավելի մեծ թափով։ Այո։ Շատ լավ, խոսենք ընդհանուր համալսարանների դպրոցների հետ համագործակցությունից եւ SolidWorks-ի ներդրումից որպես համակարգ, հա, որպես գործիք, ինչպիսին է առասարակ կրթօջախների արձագանքը այս ամեն ինչին, դրական են արձագանքում, պատրաստ են գործակցությունների գնալու։ Համալսարանները։ Այո, համալսարանները, դպրոցները, դուք նշեցիք, որ ֆիզմատ ուղղվածության դպրոցում էլ, չէ՞։ Դա առանձին ծրագիր ենք իրականացնում։ AUA արդեն սկսած էր SolidWorks ծրագիրը եւ շատ ուրախ ենք առաջին տարի Polytech University-ին հետ իրենք ալ շատ ուժեղ պրոֆեսորներ ունին, որ սորվեցուցին մեզ հետ աշխատեցան անցյալ համար, որ ծրագիրը բոլոր ճիշտ ստեղծենք եւ հետաքրքիր մասը գիտես ինչ է, որ երբ որ ուսանողները ավարտեն գարնան SolidWorks certificate-ները ստանալ, որ ընկերություններ դվարոյպես արդեն գիտեն այս certificate-ը ունին, SolidWorks-ը գիտեն գարնան սկսի աշխատել ուրեմն։ Դուք նաև այս մրցույթն էլ մի առիթ է, որով երևում է, որ կանանց աղջիկներին ներգրավում եք դեպի ինժեներական աշխատանքները, ինժեներական կյանքը, կարծրատիպ եք փորձում կոտրել, որ միայն տղաներն են ինժեներիայով լավ զբաղվում։ Ես պատասխան։ Խնդրեմ, պարոն Գալոյան։ Իրական տեսեք, մի սկզբունք կա, հաստատ վերջնարդյունքն է գնահատականը, հա։ Իրականում տղա աղջիկ այդքան էական չի։ Ինչքան որ ինչ արդյունք է գեներացվում, հա, երբ որ արդյունքը աղջիկների մոտ է լավ ստացվում, ուրեմն աղջիկներն է կարող են, տղաների մոտ է տղաներն է կարող են, հա, այստեղ ֆոկուսը վերջնարդյունքի վրա պետք է լինի ու մեր ընկերության սկզբունքն էլ է դա, կարևոր չի, հա, ոնց է դա, ինչով է արվում, ոնց է արվում, հա, շատ կարևոր է նաև սովորացնել են աշխատանքի մոտեցման պրինցիպները հենց ինժեներինգի մեջ, հա, պետք է անել արագ, պետք է անել որակով, ճշգրիտ, հա, որտեղ աշխարհը չի սպասում, դանդաղ չի, հիմա շատ արագ է պետք է անել, հա, ու հիմա այդ փորձաշրջանի հենց իմաստը այդ պրինցիպներն էլ փոխանցել է, միայն գործիքի կիրառումը, հա, բավարար չի, որ ասենք լուրջ խնդիրներ լուծեն, հետո մենք խնդիր ունենք ամբողջական համակարգային գիտելիքներ ունեցող մասնագետների, որտեղ նեղ մասնագետներ էլի ինչ-որ մի ձևի կարողանում ենք կրթել, հա, բայց բարդ համակարգային գիտելիքներ ունեցող ինժեներների լուրջ պակաս ունենք, հա։ Դա արդեն կգան ավելի բարդ խնդիրներ, հետո այդ համակարգի ձևավորման էլի նույն SolidWorks-ի միջոցով արվում, նաև SolidWorks-ը ունի իր պրոդուկտների մեջ այլ ուղղությունների գործիքներ, electrical engineering-ի մասով, flow simulation-ներ անում, հա, տարբեր ու այդ ամեն ինչը ինչ որ նախագծում է, հետո դու կարողանում ես փոխանցել հաստոցների լեզվով, հա, այդ ամեն ինչը SolidCAD եւ այլն, որ արդեն CNC-ներով կարող մշակել է դետալները, հա, ինքը ամբողջական մի հատ փաթեթ է առաջարկում, դրանով ինքը շատ հարմար է, որտեղ երբ որ մի ծրագրով անում ես, հետո պետք է ուրիշ օպերացիայի փոխանցես, սովորաբար խնդիրներ առաջանում, իսկ SolidWorks-ը ամբողջ շղթան կառուցել է համար, էլի։ Հրաշալի, խոսենք նաև առաջիկա ծրագրերից, թե ձեր եւ թե ձեր պարոն Կողոսյան։ Խնդրեմ, բացի մրցույթից ինչ է այս պահին պլանավորվում։ Բացի մրցույթից, որ ուսանողները ավարտեն երկրից ներս եւ երկրից դուրս գիտնան, որ շատ լավ mechanical engineering-ներ ունին եւ ինչու Հնդկաստան, Չինաստան, Կոստա Ռիկա իրենց օֆիսները բիտ ստեղծեն, հոս Հայաստանը թող ստեղծեն։ Անեմեր նպատակը, որ մեր ինչպես որ բացատրեցինք, ոլորտը շատ կարևոր է, երկիրին շատ կարևոր է, մեզի ալ շատ կարևոր է, որ ինչ որ դեսնես mechanical design engineer-ը ստեղծեց։ So պետք է զարգացնենք, մեծացնենք եւ պետք է աշխարհի դուրս գիտնան, որ մենք շատ ուժեղ մասնակիցներ ունենք։ Եթե նայես մեր պատմությունի մեջ մեր հայերը ինչ
բաներ ստեղծեցինք, the ATM machine, the automatic transmission, the MIG, եւ նորեն պետք է սկսենք ասանք product-ներ Այո, վերածնունդ պետք է լինի այդ ամենի։ Պարոն Գալոյան, դուք ինչ ծրագրեր ունեք առաջիկայում մրցույթից զատ։ Դե մենք սպասում ենք երիտասարդները գան արդեն ինտեգրվեն արդյունաբերության արտադրությունների մեջ, այդ մեր նախագծերի մեջ, հա, ու փորձենք հասկանալ գործնական ու նպատակային խնդիրների լուծման մեջ ոնց են ինտեգրվում, հա, ու մենք հետագա այդ իրենց պետքա մեր խնդիրը ցույց տալ, որ հեռանկարային իրենց համար կա ճանապարհ այս ուղղության վրա, ու այն գործիքները, որ մենք կարողանում ենք արդյունք գեներացնել, սովորացնենք ավելի խոր մակարդակով, ու որպեսզի ավելի արհեստավարժ տիրապետեն այդ ամեն ինչին, հա, ու ամբողջական process-ին միևնույն ժամանակ։ Հուսով ամեն ինչ շատ լավ է գնում, լավ արդյունքներ կունենանք։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար, վստահ եմ, որ այն նպատակները սահմանել եք թե մրցույթի ներսում եւ թե դրանից դուրս եւ ձեր գործակցությունը, որը կա, մեծ թափով առաջ է գնալու եւ արդարացվելու այն ամենը, ինչ որ նախատեսել եք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ եւ վերջում ձեր ուղերձը Զատկիտոնի արթիվ մեր հեռուստադիտողներին կարող եք ուղղել։ Շնորհավորում ենք Զատիկի առիթով, բոլորին առողջություն, երջանկություն ու կամք դեպի պայծառ ապագա լավ լինելու ամեն ինչ։ Նույն շատ շնորհակալ եմ Սուրբ Զադիկ եւ շատ շնորհակալ եմ, որ մեզ հրավիրեցիր այսօր։ Մենք ենք շնորհակալ, որ մեր տաղավարում եք, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք Վայենիկ Օղոսյանի հետ, Բոստոնահայ, ով Engineerix ընկերության ղեկավարն է, եւ Դավառոյի հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանի հետ, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։